Երբ մշակը իր այգում սեր մեծանում, կամ իր այգում ծառ է տնկում, նա խնամում, հոգ է տանում, և սպասում է մեծ սպասումով, թե երբ պիտի պտուղ քաղի, և աշխատանքն իր վայելի։ Մի այգի կար հովիտի մեջ, տերևներով խիստ պատված, այն տնկել էր ժամանակին մի անվանի հարուստ մարդ։ Տարուց տարի նա մշտապես այցելում էր իր այգին, քնքուշ սիրով հետևում էր նա իր տնկած ծառերին։ Մի թզենի կար այդ այգում, որ աճել էր, մեծացել, 2 տարի հաջորդաբար ոչ մի պտուղ չէր տվել։ 3-րդ տարին տերը կրկին սովորության պես եկավ, ոչ մի պտուղ ճյուղերին ի զարմանս չգտավ։ Քեզ դրել եմ, որ իմ այգին մշակես, հսկես և ժամանակին ինձ պտուղ բերես։ Այո, ահա քո այգին, կարող ես քո ուզած պտուղը ճաշակել։ Օրինակ տեսնենք այս ծառի վրա ինչ պտուղ կա, ինչ է լավ ես աճել, ինչ պտուղներով կարող ես մեզ ուրախացնել։ Շատ լավ պտուղներով։ Ուր է սերդ։ Ինչ սեր։ Սեր եղբայրների և քույրերի նկատմամբ։ Ես ամեն մարդուն չեմ սիրում, այս մեր ժողովուրդն էլ սկի սիրելու արժան չեմ։ Ուրեմն չես սիրում։ Սիրում եմ միայն ինձ սիրողներին։ Մաքսավորից ավելին չես, իսկ Հիսուսին ճանաչում ես։ Այո, միշտ պաշտամունքներին հաճախում եմ։ Շատ լավ, իսկ Հիսուսին ճանաչում ես, նրա սերն ու քաղցրությունը վայելում ես։ Ինչպես չէ, ես միշտ բարձր ու գեղեցիկ բառերով եմ աղոթում։ Իսկ Հիսուսով ուրախանում ես։ Դե ես ուրախանում եմ այն ժամանակ, երբ ինձ գովում են։ Իսկ երբ քեզ ոչ թե գովում են, այլ վիրավորում են, համբերում ես։ Ոնց թե ամփերեմ, որ ասեմ վախեցավ։ Ուրեմն դու հավատք չունես։ Ինչպես թե չունեմ, ես հավատում եմ, որ ինձ կգնողին Աստված անպատիժ չի թողնի։ Սրան կտրիր, որ պտուղ չի տալիս, ինչու իզուր Տեր զբաղես իմ այգում։ Այգեպանն էլ ափսոսանքով պատասխանեց այն մարդուն. Տերին, թող որ այս տարի էլ ծառն այդ տեղում, ես թզենու 4 բոլորը կփորեմ և աղկացեմ, և ամռանը ճյուղերի վրա թերևս պտուղ ես գտնեմ, իսկ թե հանկարծ իզուր լինի, և կրկին պտուղ չտա, ապա կտրիր եկող տարի, դա էլ երբեք բեր չի տա։ Սերմածիցդ միայն տերև, լոկ տերև է երևում, ուր են հապա պտուղները, Աստված պտուղ է ուզում։ Միչև իմ աղնակ է սիրեց, ինչով ես դու հատուցում, ապա ոնց է սիրում նրան, որ լոկ տերև ես բերում, երբ մոտենաս սպիտակահին իրոջ առջև և կանգնես, ինչ կարող ես պատասխանել, առանց պտղի կկորչես։ Տերը կգա, դու քնում ես, և ասում կհասցնեմ, Տերն ասում է, արթուն եղիր, ահա շուտով գալիս եմ։ Չեմ կամենում ես անպտուղ, Տիրոջ առջև հայտնվել, գտնվել դատարկաձեռն, այլևս ես չեմ ցանկանում, թե տարիներն իմ անցկացրած և դառնալու լինեին, ապա Տիրոջ փառքի համար իգործիկ տրվեին։ Իմ Տեր Հիսուս, թող քեզ սիրեմ, քեզ նվիրվեմ ողջ սրտով, և կլինեմ քեզ արժանի, երկին կգամ պտուղով, ամեն։ Աճիր, մեծացիր, Քրիստոսի այգի, որ մաքրվեցիր խոցված ձեռքերով, վայրագ գազանից ցանկով պատվեցիր և որոքվեցիր կենդանի ջրով։ Քեզ այգեպանը ճանադիր սիրով, չարչարանքներով իր համար քնեց, Գողգոթա սարում արյուն թափելով, իր կյանքի գնով նա քեզ ձեռք բերեց։ Մեծ դժվարությամբ, հայրական սիրով, քեզ այգեպանը իր այգում տնկեց, մեծ համբերությամբ, ճանադիր գործով, անվախճան կյանքին հարություն տվեց։ Պտուղները ձեր հավատարմությամբ, որպես մի սիրով ողկույզ թանկագին։ Խնջույքին հարսից իբրև մի նվեր հայր այգեպանը կտա Քրիստոսին, ամեն։ Մոտենում է օրը վերջին, և արտի մեջ պահված գանձը
Պատվական Մարգարիտը, հարս եկեղեցին, ում ունենալու համար Քրիստոսը թողեց երկնային փառքը, սպասում է իր փեսային։ Եվ հոգին եւ հարցն ասում են. Եկ, եւ նա որ լսում է, թող ասի եկ։ Եվ նա ով ծառավ է, թող գա, եւ նա որ կամենում է, թող առնի կյանքի ջուրը ձրին։ Սպասում ենք քեզ։ Եկ, Տեր Հիսուս, ամեն։
Եվ հիմա ունեմ եք ճանապարհ դեպի